ծեր ամանորյա կարող եք համեմատական տանել դրսում թե Հայաստանում նմանություն կա կամ տարբերություն։ Կարծում եմ, եթե մի քանի տարի առաջ խոսեինք այս մասին, նույն Christmas market-ները, որոնք որ դրսում շատ տարածում ունեին, մեր մոտ չկային։ Բայց վերջի տարիներին մեր մոտ էլ համարյա թե արդեն нույն մակարդակի են հասել, կասեի մի բան էլ մեր մոտ ավելի ճոխ է։ Վերջի տարիներին այստեղ լուսավորությունը շատ է, որ ինձ շատ է դուր գալիս։ Нам очень понравилась ваша новогодняя елка. Мы вот проходили мимо. Вообще, если бы я знала, что там стоит такая елка, я бы, наверное, նոյջի пришла бы сюда. Գեղեցիկ է, բան չունեմ ասելու, գեղեցիկ է, աչքշոյող է։ Իսկ կնշեք, միգուցե տեղյակ եք այլ երկրների ավանդույթներից ամանորյա, որոնք որ տարօրինակ են կամ միգուցե ծիծաղելի են։ Այդպես չէ, չեմ հետևել ճիշտ ասած, չեմ ուսումնասիրել, բայց մեր ինչ վերաբերում է մեր Հայաստանում հայերի մասին, շատ դեմ են, որ գնում են եւ դրսում են նշում։ У нас обычай, который мне запомнился из детства, он есть и сейчас, когда у нас переодеваются мужчины в женщин, Да. и когда ходят, ну, кто по улам, кто по городам, по знакомым, узнают, не узнают. Вот этот обычай мне из детства он этот запомнился, ну и сейчас он тоже есть. Չնայած այս տարի լրիվ ուրիշ դեմ եմ որոշել նոր տարին նշել, ուզում եմ նոր տարին դիմավորել եկեղեցում։ Կարող եք նկարագրել ձեր ավանդական տոնական սեղանը, սովորույթներ, օրինակ մենք շատ հաճախ խորհրդային միությունից այն որ բաներն ենք վերցրած, իրոյսիցգու ֆիլմնա կամ ինչ-որ սալատներ եւ այլն։ Խոհանոցից երևի հենց աղցանը ես էլ կառանձնացնեմ, նաև ինչքանով որ տեղեկացված եմ, աստղի գաղափարն է, չէ, գալիս ավելի շատ ԽՍՀՄ-ից մնացած գաղափարա, որը որ չգիտեմ, հիմա կա, հա, դեռ կա։ Olivia սալատն է, որ ընդհանուր ունեցել ենք։ Մամաս շատ սիրում Olivia։ Olivia-ն, որը մեր մոտ մայրաքաղաքայինի տրանսֆորմացված տարբերակն է, օրինակ, չգիտեմ, բդի ավանդույթը բուն հայկական է, թե ներմուծված է, որովհետև ինչ-որ էտապից սկսած դա դարձավ, ու առհասարակ ինձ թվում է ի տարբերություն ոնց որ ռուսների, հայերը սիրում են ավելի շքեղություններ սեղանների վրա։ Եվ այն կնշեք այն տիպիկ ուտեստները, որ պետք է ամանորյա ձեր սեղանին լինի։ Դե, դա իհարկե հայկական մեր տոլման, չգիտեմ, միշտ մենք պատրաստում ենք, խոզի բուդը, կահավը, ինչպես միշտ։ Именно мы проводим армяне Новый год, и вы проводите праздники, и общее, что есть? Ну, разного, наверное, я скажу, что практически ничего. Да. Наверное, разницы нету, так как мы все жители, считай, одной страны. Изначально мы же были одной страной, одной республикой. Не вижу никакой разницы. Чувствую, что у нас, и как в Армении, как у нас в России, все проходит одинаково.